Հանուն հոր և որդու և ոգուին սրբո, ամեն։ Մշտապես խորհեցեք երկնքի մասին, այդտեղ, որտեղ Աստծո միածին որդին, մեր Տերը Հիսուս Քրիստոս, նստել է հոր Աստծո աջ կողմին։ Այսօր համբարձման 3-րդ օրն է։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից 40 օրեր հետո համբարձվեց երկինք, և այսօր համբարձման 3-րդ օրն է։ Երկինք վերացավ մեր Տերը և նստեց հոր Աստծո աջ կողմին։ Ինչու երկինք գնաց Քրիստոս, եթե մարդկության փրկության համար էր եկել աշխարհ և իր խաչելությամբ, իր թաղմամբ, հարությամբ մեզ կենդանացրեց, ինչու երկինք գնաց, թող մնար մեզ հետ։ Ոչ, երկինք գնաց, որպեսզի մենք երկնքի մասին մտածենք, որպեսզի մենք վստահ լինենք, որ մեր հայրենիքը երկնքի արքայությունն է, որ մենք այս երկրի վրա աքսորված ենք, պանդուխտ ենք այստեղ, մենք այստեղ պատիժ ենք կրում, որտև երբ Աստված Ադամին ստեղծեց ու դրեց դրախտում, անգամ դրախտը Ադամի վերջնական հայրենիք չէր, դրախտից պետք է երկինք գնար, Աստված նախապատրաստական մի վայր էր տվել Ադամին դրախտին, որտեղից շատ հեշտ էր երկինք գնալու, բայց ցավոք սրտի մենք էլ Ադամի հետ մեղք գործեցինք, վտարվեցինք դրախտից, բնակվեցինք երկրում, իսկ երկիրը դա արդեն մեզ համար պատժի, պանդխտության աքսորավայր է։ Եվ եթե մեր Տերը Հիսուս Քրիստոս մնար երկրի վրա, երկինք չհամբարձվեր, մենք կմտածենք, որ սա է մեր վերջնական հանգրվանը, սա է մեր նպատակը, մեր փափագը, և կսիրենք երկիրը, կլինենք երկրավոր, մարմնավոր, նյութական, և մեր սիրտն էլ երկրի հետ կկապենք, բայց մեր Տերը երկինք համբարձվեց, որպեսզի մեզ սովորեցնի, որ մենք էլ մտքով պետք է երկինք գնանք։ Այսօր Քրիստոս երկնքում է, և հոր Աստծո աջ կողմում է, և խոսում է Աստծո հետ, պատմում է մեր մասին, ցույց է տալիս իր չարչարանքների գամերը, բևեռները, ձեռքերը, խոցվածքը, իր փշեպսակն է ցույց է տալիս, թե ինչքան չարչարվեց, և խնդրում է, բարեխոսում է մեզ համար մեր Տերը Հիսուս Քրիստոս, որպեսզի մենք, ինչպես Քրիստոս իր մեղսաքավիչ խաչելությամբ փրկեց, այնպես էլ մենք այսօր Սուրբ Պատարագի մատուցով մեղքերի թողություն ստանանք։ Ինչպես Քրիստոս երկնքում հոր Աստծո աջ կողմին է բազմել, այսօր էլ Սուրբ Սեղանին է բազմել։ Նորից համբարձվել է Քրիստոս։ Ամեն անգամ, երբ մենք վերաբերում ենք անում, ասում ենք, բացեք ձեր դռները, երկնային իշխանություններ և պետություններ, հրեշտակներ, թող մտնի թագավոր փառած, փառքի թագավորը թող մտնի։ Այսօր բացեցին դռները հրեշտակները, փառքի թագավորը համբարձվեց, բազմեց հոր Աստծո աջ կողմում Սուրբ Սեղանի վրա և պատրաստ է բաշխվելու մեզ, որպեսզի մենք էլ ճաշակենք, մտքով սրտով վերանանք երկինք, փափագենք երկնքի արքայությունը, հավիտենական կյանք։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է, որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սրտերը կլինեն։ Որն է մեր գանձը։ Երկնքի արքայության գանձը մեր Տերն է Հիսուս Քրիստոս։ Ինչպես Քրիստոս ասաց, երկնքի արքայությունը նմանվեց ագարագում թաքնված գանձի։ Երկնքի արքայությունը մեր Տերն է Հիսուս Քրիստոս, որ գանձ է և երկնքի արքայության մեջ է։ Որտեղ որ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սրտերը պետք է փափագեն։ Պետք է մենք փափագենք հավիտենական կյանքը, երկնքի արքայությունը փափագենք, որտեղ մեր գանձը այնտեղ է։
Եվ Տերը նաև ասաց, ես լավ է, որ ձեզ համար գնամ, որ ես գնամ, ձեզ համար տեղեր կպատրաստեմ։ Հիմա երկնքում Քրիստոս իրեն հավատացողների համար ամեն մեկի արժանիքի, վարձքի, աշխատասիրության, աղոթասիրության համապատասխան տեղեր է պատրաստում։ Յուրաքանչյուր մարդ, երբ ինչ-որ մի կարևորագույն վայրում բնակարան կամ տուն պետք է ստանա, ամեն կերպ, ամեն ջանք գործադրում է, որպեսզի հասնի իր նպատակին, աշխատում է, ջանք է թափում, ճգնում է, որպեսզի իր տունը իրենը լինի։ Այդպես էլ մեր Տերը այսօր մեզ խոստացել է երկնքում տներ, հարկեր, բնակարաններ և պատրաստել է արդեն։ Ամեն մեկն իր տունը ունի, բայց մնում է մենք փափագենք, ջանք գործադրենք, աշխատենք, աղոթենք, որպեսզի հասնենք մեր երկնային հարկերին։ Եվ վերջո մեր Տերն ասաց. լավ է, որ ձեզ համար ես գնամ, որտև եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, եւ եթե գնամ, մխիթարիչին կուղարկեմ, մխիթարիչը Սուրբ Հոգին է։ Այսօր երրորդ օրն է Քրիստոսի համբարձման, եւ Քրիստոսի համբարձման 10-րդ օրը համբարձումից 10 օր հետո մխիթարիչը կգա, Սուրբ Հոգին կգա, եւ Տերը գնաց, որպեսզի 10 օր հետո Սուրբ Հոգին ուղարկի։ Մենք էլ այսօր սպասում ենք, ինչպես առաքյալները գնացին Երուսաղեմ ու սպասում են Սուրբ Հոգու գալստյան, այսպես էլ մենք Քրիստոսի համբարձումից հետո 10 օր պիտի սպասենք, որպեսզի Սուրբ Հոգին իջնի մեզ վրա։ Ամեն։ Քրիստոս համբարձավ, փառք առ Հայր ձեզ եւ մեզ մեծ ավետիս։